Ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, որը պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով արդեն 53 օր է կալանավորված է, ուղերձ է հրապարակել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Անդրանիկ Թևանյանի տպավորությամբ բռնաճնշումների աննախադեպ մակարդակը, խոսքի ազատության ոչնչացումը վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում։ Ստեղծված իրավիճակում իշխանությունը պահելու նրա միակ հույսը արտաքին հենարաններն են, քանզի նա 2018-ից հետո առաջին անգամ զրկվել է ներհայաստանյան լեգիտիմությունից։ Սա որակապես նոր բան է, որի խորքային ընկալումը դեռ Նիկոլ Փաշինյանն էլ չունի, բայց շուտով կզգա։ Ազգային ժողովի այս ընտրությունները կեղծվեցին մոլդովական տարբերակով, իհարկե որոշակի տեղային մոդիֆիկացիայի ենթարկվելով, այն ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Իրավապաշտպանների համոզմամբ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նույն կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանի բանտում հայտնվելը բավարար է, որպեսզի մեր երկիրը համարվի ավտորիտար։ Օրինակելի ընտանիքի հայր, իր պետությանը նվիրված մարդ, մասնագետ, ու իր դեմ այս շինծու քաղաքական մեղադրանքն են առաջ քաշում։ Արեգ Նազի հետ կապված արգելափակել են նույնիսկ հանդիպումները անչափահաս երեխայի հետ։ Իրավաբան Տաթևիկ Սողոյանը վստահ է, որ դատավորները դժկամությամբ են կատարում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին կալանավորելու հրամայականը։ Ոմանք սկզբունքորեն հրաժարվում են քաղաքական աստառով գործերից, ոմանց դեպքում ծառայամտությունը հաղթում է։ Այդ դժգոհությունը կա, բայց ցավոք սրտի այդ դժգոհությունը մեր համար ընդունելի ձևով չի, որ արտահայտվում, այսինքն լավագույն ձևը ես դուրս կգամ իմ փոխարեն մյուսը կանի։ Զարգացումները խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո փորձագետների պնդմամբ հաստատում են, որ Հայաստանում իշխանության լեգիտիմության շուրջ ճգնաժամ կա։ Չեն հավատում, որ մարդիկ գնացել են իրենց կամքով քվեարկել են, ասում են կաշառք են տվել։ Ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այս պայմաններում նոր ձևավորվող խորհրդարանը լեգիտիմության վակումի մեջ է գործելու։ Կալանավայրից զգուշացնում է Անդրանիկ Թևանյանն ու պնդում. Նիկոլ Փաշինյանի ամբողջատիրությունը պայթելու է, պետք է ջանալ միայն, որ Հայաստանը չմնա փլատակներում։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։